Կյանքը տարիների ընթացքում ինձ շատ բան է սովորեցրել։ Սովորեցրել է, որ մարդկային կապերը բառերով չեն պահպանվում, այլ արարքներով։ Սովորեցրել է, որ վստահությունը հեշտությամբ չի ծնվում, այն ձևավորվում է ժամանակի ընթացքում։ Իսկ եթե մի օր կորչում է, վերադարձնելն այլևս հեշտ չէ։ Հենց այդ պատճառով էլ ես միշտ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել այն մարդկանց, որոնց ընդունել եմ իմ կյանք։ Ինձ համար ներողամտությունը պահի զգացմունք չէ, այլ գիտակցված որոշում և պատասխանատվություն։ Ես չեմ ընդունում այն մոտեցումը, երբ այսօր մարդը ներում է, վաղը տարբեր պատճառներով կրկին խռովում, հետո նորից ներում և այդպես անվերջ։ Եթե մարդուն ներում ես կամ նրան երկրորդ հնարավորություն ես տալիս, ապա այդ որոշումը պետք է լինի խորապես գիտակցված, այլ ոչ թե պահի ազդեցությամբ ընդունված։ Եթե ես իմ կյանքից հեռացնում եմ որևէ մեկին, նշանակում է դրա համար լուրջ պատճառներ ունեմ։ Այդպիսի որոշումները հապճեպ չեն ծնվում։ Ես այն մարդկանցից չեմ, ովքեր այսօր մի որոշում են կայացնում, իսկ վաղը հրաժարվում են իրենց իսկ սկզբունքներից։ Եթե որևէ սահման եմ գծել իմ կյանքում, ուրեմն դրա համար ունեցել եմ լուրջ պատճառներ։ Ինձ համար սկզբունքները պահի զգացմունքներից բարձր են։ Եթե ես սխալ եմ, պատրաստ եմ լսել, պարզաբանել, ընդունել իմ սխալը և անհրաժեշտության դեպքում անկեղծորեն ներողություն խնդրել։ Բայց եթե գիտեմ, որ մեղավոր չեմ, ես երբեք առաջին քայլը չեմ անի։ Ես կսպասեմ, որքան էլ դրա համար ժամանակ պահանջվի։ Կսպասեմ, մինչև այն օրը, երբ դիմացին ինքը կցանկանա խոսել, բացատրել, պարզաբանել կամ ընդունել իր սխալը։ Սակայն նույնիսկ այդ դեպքում ժամանակը հետ չի վերադառնում։ Որքան երկար է ձգվում լռությունը, այնքան ավելի է մարում իմ ներսում ներելու կամ նոր հնարավորություն տալու ցանկությունը։ Դա վիրավորանք պահելու մասին չէ։ Դա այն գիտակցումն է, որ անցած ժամանակը չի վերադառնում, իսկ մարդու նկատմամբ վստահությունը ժամանակի հետ ոչ թե ավելանում, այլ նվազում է։ Կյանքում լինում են մարդիկ, որոնց մենք ինքներս ենք ընտրում, որպես մեզ հարազատ ու մտերիմ մարդիկ։ Նրանց հետ կիսում ենք մեր ժամանակը, մեր հույզերը, մեր սեղանը, մեր հացը։ Գնում ենք նրանց տուն, հյուրընկալում ենք մեր տանը, նրանց վստահում ենք մեր կյանքի մի մասը։ Եվ ամենացավալին այն է, երբ գալիս է մի պահ, երբ այդ ամենը կարողանում են մոռանալ, անտեսել, նույնիսկ ուրանալ այն ամենը, ինչ մի ժամանակ միասին են ապրել։ Ես ափսոսում եմ ոչ թե իմ կյանքի յուրաքանչյուր վայրկյանի համար, այլ այն թանկ ժամանակի, այն լավ օրերի համար, որոնք նվիրել եմ այն մարդկանց, ովքեր հետագայում իրենց վարքով կամ մնտրությամբ իրենք են հեռացել ինձնից։ Այդ ժամանակը վերադարձնել հնարավոր չէ, և հենց դա է ցավալին։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Ու նույնիսկ եթե մի օր նրանք վերադառնան ու փորձեն ամեն ինչ բացատրել,
Դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ կարող է լինել այնպես, ինչպես նախկինում էր։ Կան բաներ, որոնք հնարավոր է հասկանալ, գուցե նույնիսկ ներել, բայց այլևս նույն տեղը, նույն առրեքը և նույն վստահությունը տալ ես չեմ կարող։ Հնարավոր է ժամանակը մեղմի ցավը, բայց չի փոխի իմ սկզբունքները։ Եվ եթե երբևէ ընտրեմ լուռ հեռանալ, ապա դա կլինի ոչ թե վիրավորանքից, այլ այն գիտակցումից, որ կան առրեկներ, որոնցից ես երբեք չեմ հրաժարվի, հանուն որևէ մեկի։ Ես չեմ պնդում, որ իմ ճշմարտությունը միակն է։ Սա պարզապես իմ աշխարհընկալումն է, իմ սկզբունքները և այն դասերը, որոնք ինձ սովորեցրել է կյանքը։ Դրանք կարող են ոչ բոլորին հասկանալի լինել, բայց դրանք այն արժեքներն են, որոնց հավատարիմ եմ մնացել և կմնամ։